Clive Lewis-ն իր պարզապես քրիստոնեություն գրքում գրում է. Նախ սրանից առաջ շատ կարճ 1-2 էջի վրա ինքը նկարագրում է աթեիզմի սնանկությունը ու աթեիզմի անիմաստությունը։ Եվ դրանից հետո գրում է. ես ձեզ պատմեմ մեկ ուրիշ տեսակի մասին էլ, որը չափազանց պարզունակ է։ Դա մի տեսակ է, որը ես անվանում եմ ջրիկացած քրիստոնեություն։ Մի տեսակետ է, որն ասում է, որ երկնքում կա բարի Աստված եւ ամեն բան կարգին է։ Մի կողմ թողնելով մեղքի, դժոխքի, սատանայի, փրկագնման, խնդրահարույց եւ դժվարին ուսմունքները։ Եվ ասում է, սրանք մանկական փիլիսոփայություններ են։ Մտքի ավարտը։ Այսինքն համեմատում է աթեիզմի սնանկությունը, աթեիզմի դատարկությունը համեմատում է ջրիկացած քրիստոնեության հետ։ Եվ այստեղ մտածելու լուրջ բան կա, որ կա երկնքում բարի Աստված։ Այո, դևերն էլ գիտեն, որ կա երկնքում բարի Աստված։ Բայց այդ բարի Աստվածը նաև մի օր նստելու է ահեղ աթոռի վրա եւ դատելու է բոլոր կենդանիներին ու մեռելներին։ Հալելույա։ Լսեք, աշխարհում շատ հայտնի աթեիստ Քրիստոֆեր Խիչեստն իր հարցազրույցների ժամանակ, որը վարում էր եկեղեցու ծառայող, քրիստոնյա եկեղեցու ծառայող Մերլին Սյուելը Պորտլանդում, Միացյալ Նահանգներում։ Ես մի կարճ մեջբերում բերեմ այդ երկխոսությունից։ Ահա ինչ է ասում եկեղեցու ծառայողը Մերլին Սյուելը։ Կրոնը, որի մասին դուք նշում եք, դա ավանդական հավատքն է, բայց կա ուրիշ տեսակետ։ Օրինակ, ես լիբերալ կամ ազատ քրիստոնյա եմ։ Ես չեմ հավատում Աստվածաշնչի պատմություններին, տառացիորեն ասում է եկեղեցու, քրիստոնեական եկեղեցու ծառայողը։ Մեղա։ Օրինակ, ես չեմ հավատում, որ Քրիստոս մեռել է խաչի վրա մեր մեղքերի համար։ Ես չեմ հավատում փրկագնման ուսմունքին։ Դուք արդյոք տարբերում եք իրարից ազատ, լիբերալ հավատքը ավանդական քրիստոնեությունից։ Ահա թե ինչ է պատասխանում աթեիստը, անաստվածը։ Լսեք ու զարմացեք։ Քրիստոսի խաչի թշնամիներն ավելի լավ գիտեն Քրիստոսի մասին եւ ավելի շատ հավատք ունեն, քան շատ այսպես կոչված լիբերալ քրիստոնյաներ։ Լսեք ինչ է պատասխանում։ Սա մեջ եմ բերում։ Աթեիստ մարդու պատասխանն է։ Ես ձեզ կասեմ, եթե դուք չեք հավատում, որ Հիսուս Քրիստոսը Նազարեթից Քրիստոսն է եւ Մեսիան, եւ որ նա հարություն է առել մեռելներից, եւ նրա զոհով մեր մեղքերը ներվել են, դուք չեք հանդիսանում քրիստոնյա այդ բառի որևէ իմաստով։ Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար։ Հիսուսի մահը փրկագինն էր մեր մեղքերին։ Եթե Հիսուս չխաչվեր, մենք դեռ մեր մեղքերի մեջ մնացած կլինեինք, եւ եթե հարություն չառներ, բայց հիմա Հիսուս Քրիստոս հարություն է առել մեռելներից։ Հալելույա, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Իմ սիրելի բարեկամներ, դուք գիտեք, որ ավետարանը սկսում է Հիսուս Քրիստոսի ծնունդով, որը տեղի ունեցել պատմական կոնկրետ մի ժամանակահատվածում։ Երբ մենք ասում ենք, որ Հիսուս եկավ մարդկանց փրկելու իրենց մեղքերից, երբ մենք խոսում ենք հոգևոր ֆիզիկական մահվան մասին, նրանք ովքեր ծանոթ չեն Աստվածաշնչի սկզբին, մտածում են, իսկ ինչ է մեղքը, իսկ ինչ է մահը, որտեղից հայտնվեց մեղքը, ինչու Աստված ստեղծեց մահը։ Ասում ենք, որ մարդիկ հոգևորապես մեռած են, մտածում են, բա որ հոգևորապես մեռած են, ոնց են ապրում, ոնց են քայլում։ Հարցեր են, որին մենք այսօր պիտի պատասխանենք։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ջոյները իր գրքերից մեկում գրում է. սկիզբը հասկանալը հասկացողության սկիզբն է։
Սկիզբը հասկանալը հասկացողության սկիզբն է։ Մենք պիտի սկիզբը հասկանանք, որտեղից ամեն բան ստացվեց։ Աստվածաշունչը սկսվում է հենց սկզբումն Աստված։ Ասեք սկզբումն Աստված։ Ամեն ինչի պատճառը Աստված է։ Ամեն։ Սկզբումն Աստված։ Աստվածաշունչը գիրք է սկզբի մասին։ Աստվածաշունչը գիրք է պատմության մասին, Աստվածաշունչը գիրք է պատմության ավարտի մասին եւ հավիտենության մասին։ Հալելույա։ Երբ մենք շատ հաճախ սկզբի մասին չենք խոսում, պատմության սկիզբը չներկայացնելու պատճառով հասկանալի չի լինում մեր պատգամը։ Եվ դրա համար ես ուզում եմ սկզբից սկսենք, որ պատգամը հասկանալի լինի։ Հենց այդ պատճառով է առաջանում հարցը, սկզբում հավն էր, թե ձուն։ Դուք ինչ եք մտածում։ Ինչը։ Լուրջ։ Կարծիքները բաժանվում են, ասեմ ձեզ։ Աստված ձու չստեղծեց, Աստված հավ ստեղծեց եւ ասեց, օրհնեց, աճեք, շատացեք, ձեր նմանի նման սերունդ տվեք։ Ամեն, ամեն, սկզբում Աստված, ալելույա, ալելույա, փառք Տիրոջը։ Կամ մենք երբեմն մտածում ենք եւ խոսում ենք այսպես. Կյանքը իմն է, ինչպես ուզեմ կվարվեմ իմ կյանքի հետ։ Լսել եք, ասել եք, հələ մտածեք, չեք սխալվում արդյոք, արդյոք կյանքը քոնն է, այդ որտեղից գտար, այդ ինչ եղավ, որ դու հիմա ապրում ես, կյանքը քոնն է, եւ ասում են, կյանքն իմն է, ինչպես ուզեմ կվարվեմ իմ կյանքի հետ, կամ ինչ եմ ուզում ես դառնալ, փոխարենը, որ կանգ առնենք ու հարցնենք, Տեր, քանի որ դու ինձ ես ստեղծել, ինձ իմացրու, թե ինչ անեմ, որովհետև դու ինձ նպատակի համար ես ստեղծել։ Ամեն։ Ես ինչ եմ ուզում դառնալ, իսկ Աստված ինչ է ուզում, որ մենք դառնանք։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ես ուզում եմ կարճ էքսկուրս դեպի անցյալ։ Աստված հողից ստեղծեց մարդուն եւ նրա մեջ իր շունչը փչեց։ Մարդը, այսինքն Ադամը, կենթանացավ, դարձավ կենթանի հոգի։ Հետևեք ինձ, մտքիս հետևեք, որ այն ինչ որ ես դժվարությամբ մակարելով ուզում եմ հասկանալի դարձնեմ, ձեր ուշադրությունը կօգնի։ Ծննդոց 2:7 Եվ Տեր Աստվածը գետնի հողից շինեց մարդուն եւ նրա ռենգերանց մեջ կենթանության շունչ փչեց եւ մարդը կենթանի հոգի դառավ։ Մարդը դարձավ կենթանի հոգի եւ նա պիտի ապրեր հավիտյան։ Հետո նրա համար ամեն բարենպաստ պայման ստեղծեց անհոգ եւ երջանիկ ապրելու համար եւ նրան ընդամենը մի պատվեր տվեց։ Ծննդոց 2:16-17 Եվ Տեր Աստվածը պատվիրեց մարդուն ասելով. Պարտեզի ամեն ծառերից համարձակ կեր, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կեր, որովհետեւ այն օրը, որ նրանից ուտես, անշուշտ պիտի մեռնես։ Այսօրվա զարգացած ազատ քրիստոնյաները հարկ չեն համարում այսպիսի իրանց կարծիքով ոչ էական հարցերի մասին խոսեն, բայց այստեղ է ամեն չարի սկիզբը։ Ընդամենը մի պատվեր, ընդամենը մի պատվեր եւ առաջի մարդը խախտեց այդ մեկ պատվերը, հետո եկավ Մովսեսին 10 պատվեր տալու ժամանակը, 10-ն էլ խախտեցին, հետո հրեաները 630 քանի դա էլ խախտեցին եւ Հիսուսն եկավ, այդ բոլորը դրեց մի կողմ, ասավ օրենքի լրումը, այսինքն օրենքն իր ամբողջությամբ սիրո մեջ է, կասեր կա ամեն բան, չկասեր, չկա ոչինչ։ Ամեն, փառք Տիրոջը, մտածեք սրա մասին։ Մեր ընտանեկան պրոբլեմները սկսվում է սիրո բացակայությունից, հավատացեք, դու քո պարտականությունը չես կատարում, սիրո մեջ պարտականություն չկա, սիրո մեջ շնորհք կա, սիրո մեջ ծառայություն կա,
Ով պիտի աղբը թափի, ես խոմ չեմ տանելու, ես տղամարդ եմ, սիրո մեջ տղամարդ ու կին չկա, ամեն, ամեն, փառք Տիրոջը։ Ադամը չնազանդվեց այդ մեկ պատվիրանին եւ հոգեորապես մեռավ, որովհետեւ Աստված ասեց. այն օրը որ ուտես, դու կմեռնես։ Ադամը ֆիզիկապես չմեռավ, բայց Ադամը կտրվեց Աստծո հաղորդակցությունից եւ հոգեորապես մեռավ։ Հիմա վերադառնանք Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուն։ Մատթեոս 1:21-ում գրված է. նա որդի կծնի եւ նրա անունը Հիսուս կդնես, որովհետեւ նա իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից։ Ես սկզբից եմ սկսում, մի քիչ պետք է երկար ճանապարհ գնանք, բայց հասնենք այնտեղ, որ ասելիքը հասկանալի դառնա։ Նա եկել էր, որ մարդկանց փրկեր մեղքերից, որի պատճառով էր սկսվել էր մահը։ Մեղքի պատճառով էր սկսվել մահը։ Հիսուս արդեն ինքն հայտարարեց Հովանու 10:10-ում, գողը գալիս է, որ միայն գողանա, սպանի եւ կորցնի։ Ես եկա, որ կյանք ունենան եւ էլ ավելին ունենան։ Ալելույա։ Հիսուս կյանք էր բերել։ Հիսուս հայտարարեց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ես եմ կյանքը։ Ալելույա։ Հետո Պողոսը պիտի ասեր, թե ինչ է եւ որտեղից է մահը։ Հռոմացիս 6:23, որովհետև մեղքի հատուցումը մահն է։ Մահը մեղքի հատուցումն է, ուրիշ բան չէ։ Մեղքը շատ իրական է։ Մեղքը վերցնելու համար Հիսուսն եկավ աշխարհ։ Հիսուս չի եկել, որ մեզ սիրունացնի, հարստացնի, առողջացնի։ Հիսուսն եկել է, որպեսզի մեղքը վերցնի։ Իսկ այդ մնացած բոլոր բաները, հիվանդությունները, մահը, չարությունները, այդ բոլորը մեղքը աշխարհ մտնելու պատճառով հայտնվեց մեր կյանքում։ Ալելույա, փառք Տիրոջը։ Հռոմացիս 5:12-ում գրված է. դրա համար ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ եւ այդ մեղքով էլ մահը, այնպես մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, քանի որ բոլորը մեղանչեցին։ Կա այստեղ մեկը, որ չի մեղանչել երբեք։ Թող կա, ձեռքն էլ կպատչեն, ոտքն էլ կպատչեն։ Բայց եթե հանկարծ մեկը համարձակվի, կասեմ դու աշխարհի մեծագույն ստախոսն ես։ Ամեն։ Այնպես որ հանկարծ չվազեք այստեղ համբուրվելու։ Ալելույա։ Փառք Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Որովհետև 5:17, որովհետև եթե մեկի մեղքով ու այդ մեկի միջոցով մահը թագավորեց, որքան ավելի նրանք, որ ընդունում են շնորհքի լիությունը ու արդարության պարգևները, կյանքով կթագավորեն մեկով, Հիսուս Քրիստոսի միջոցով, Հիսուս հարություն է առել, որ կյանքը թագավորի։ Ալելույա, ալելույա։ Առաջի Կորինթացիս 15:21-22-ը, ուրեմն քանի որ մահը մարդով եղավ, մարդով էլ եղավ մեռելների հարությունը, որովհետև ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կենթանանում են։ Քրիստոսն ինձ կենթանացրել է, ես վկա եմ, որ Քրիստոսով բոլորը կենթանանում են։ Ալելույա։ Հովանու 1:1 կյանքի խոսքի մասին, այն որ սկզբից էր, որ լսեցինք եւ մեր աչքերով տեսանք, որին նայեցինք եւ մեր ձեռքերը շոշափեցին։ Կյանքը, երևումը, կյանքը շոշափվումը, կյանքը տեսնվումը, ալելույա։ Հիմա այս նախաբանից հետո անցնենք այսօրվա պատգամին։ Ամեն, ալելույա։ Հուսով եմ դուք գոնե սրանից հետո ասելիքը ավելի լավ կընկալեք, որովհետև ես սկզբից եկա, թե չէ խոսում ենք մեղքի մասին, որտեղից, ինչ է մեղքը։ Ես 1-2 շաբաթ առաջ խոսել եմ տարբեր վախերից,
Եվ հասանք ամենավտանգավոր եւ ամենամեծ վախին եւ ես ասեցի այս մասին ես կխոսեմ Հիսուս Քրիստոսի փառավոր հարության օրը, որովհետեւ այդ վախից մեզ կարող է ազատել եւ ազատել է եւ ազատում է եւ կազատի Հիսուս Քրիստոսի հարությունը։ Ամեն։ Ալելույա։ Մահվան վախի մասին է խոսքը։ Ուշադիր լսեք։ Չկա մեկը որ կամ այսպես ձևակերպեմ ամենամեծ վախերը որ մարդիկ ունեն դա մահվան վախն է բարձրությունից վախեցողը երբ որ հանդիպում է բարձրության այդ ժամանակա վախենում չգիտեմ շնից վախեցողը երբ որ հանդիպում է շան այդ ժամանակա վախենում բաց տարածությունից վախեցողը երբ որ բաց տարածության մեջ հայտնվում մենակ այդ ժամանակա վախենում մթից վախեցողը երբ որ հայտնվում է մթության մեջ այդ ժամանակա վախենում բայց մահվանից վախեցողը ամեն ժամանակա մահանում վախենում հասկանում եք ինչ եմ ասում մարդիկ կան որոնց մասին մահ բառը օգտագործելուց ստրեսի մեջ են ընկնում Ես մարդիկ ճանաչում եմ, իմ բարեկամներից մեկը կար, որ հանկարծ, որ մահվան մասին խոսում են, ասում են, մահվան մասին չխոսես։ Հասկանում էի, դող է գալիս այդ մարդու վրա։ Սիրելի իմ բարեկամներ, Հիսուս Քրիստոս հարություն է առել, որ մեզ մահվան վախից ազատի։ Ուրեմն լսեք, հիմա շատ ուշադիր։ Որ խոսում ենք մահվան մասին, իհարկե ամբիոններից շատ հանգիստ է մահվան մասին խոսել։ Բայց ես որպես երկար տարիների հովիվ շատ մահվան մահճերի մոտ եմ եղել։ Մահվան մահճում մեռնողի համար այսքան հանգիստ չի խոսելը։ Ես վկա եմ։ Տասնյակ մահերի ականատես եղող մեկս։ Մահը կատակ չէ։ Մահը զվարճանք չէ։ Եվ այս կյանքում ամենախորհրդավոր բանը մահն է։ Ամեն։ Բայց ուշադիր լսի, ես քեզ վախի տարածքով չեմ անցկացնում, ես քեզ վախի տարածքից դուրս եմ հանում, որ հաղթության տարածք մտնես, ուշադիր լսի։ Եվ այս կյանքում ամենախորհրդավոր բանը մահն է։ Մահվան վախը շատ շատերին է խանգարում հանգիստ ապրել, հանգիստ քնել, հանգիստ ուտել, ընդհանրապես հանգստությունից զրկում է։ Այսօր մահվան իրականությանը պիտի նայենք Աստվածաշնչի տեսանկյունից, Հիսուս Քրիստոսի հարության փաստը եւ արդյունքը նկատի ունենալով։ Ամեն, որ հասկանանք, թե ինչու մենք պիտի չվախենանք, թե ինչու ենք մենք վստահ, որ ազատված ենք մահվան վախից։ Ոչ ոք չի ուզում մեռնել, չեմ ուզում մեռնել նաեւ ես, բայց չեմ վախենում մահվանից։ Չեմ վախենում մահվանից։ Ինչու չեմ վախենում։ Որովհետև մահը պարտված թշնամի է, թեկուզ վերջի թշնամի, բայց պարտված թշնամի։ Ալելույա։ Ինչ է ասում Աստվածաշունչը մահվան մասին։ Աստվածաշնչում կա մահվան մասին 3 նկարագրություն։ Այս 3 դեպքերում առանցքային բառը բաժանումն է։ Բոլոր դեպքերում, երբ Աստվածաշունչը խոսում է մահվան մասին, նկատի ունի բաժանումը։ Ես ասեցի 3 նկարագրություն։ Նախ, առաջինը, Աստվածաշունչը խոսում է ֆիզիկական մահվան մասին։ Ինչ է ֆիզիկական մահը։ Ինչ է մահը։ Պնդում է ավետարանը, դա բաժանումն է հոգին մարմնից, որովհետև Հակոբոս 2:26, որովհետև ինչպես որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպես էլ հավատքն առանց գործերի մեռած է։ Երբ որ հոգին հեռանում է մարմնից, մարմինը մեռնում է։ Նորություն չի, չէ՞։ Իհարկե նորություն չի։ Երբ հոգին եւ շունչը բաժանվում են մարմնից, մարմինը մեռնում է։ Աստվածաշունչը խոսում է նաեւ երկրորդ տեսակ մահվան մասին։ Պիտի իմանանք, որ մենք բոլորս Ադամի մեղքից հետո ծնվում ենք մեռած հոգևորապես։ Սա փաստ է։ Մենք բոլորս ծնվել ենք հոգևորապես մեռած, նաև ես եւ դուք։ Ուրիշ է, եթե կարգավիճակը փոխվել է, փառք տուր Աստծուն, դրա համար դու երախտապարտ ես Հիսուս Քրիստոսի հարությանը։ Ամեն։ Ամեն։ Ես հոգևորապես մեռած չեմ։
Հիսուս Քրիստոսի հարության միջոցով վերականգնվել է իմ հաղորդակցությունը, միացել եմ ես, մի ժամանակ, որ թշնամի էի, հիմա հարազատ եմ դարձել Հիսուս Քրիստոսի միջոցով, ալելույա, ուրեմն շարունակենք, ուրեմն մարդը երբ ծնվում է, չունի հաղորդակցություն Աստծո հետ, մենք հոգևոր մեռածներ ենք եղել մեղքի պատճառով, ինչպես արդեն կարդացի 6:23-ում Հռոմացիս, որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծո պարգևը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։ Մեղքի վարձքը մահ է, բայց շնորհք կա։ Հավիտենական կյանքի շնորհք կա, որը մեզ տրվում է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ալելույա, փառք Տիրոջը։ Որովհետև երբ մեղքը մտավ աշխարհ, այն տարածվեց բոլոր մարդկանց վրա, եւ ամեն մարդ կամ կին, եթե վերստի ծնված չէ, հոգեորապես մեռած է եւ բաժանված է Աստծուց։ Սա ավետարանի Աստվածաշնչի հայտարարությունն է։ Եփեսացիս 2:1-2 Եվ դուք, որ մեռած էիք ձեր հանցանքների եւ մեղքերի մեջ, որոնցում մի ժամանակ ապրում էիք այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդի իշխանության իշխանի, ըստ այդ հոգու, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ։ Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, վերև նայի փառք տուր Աստծուն, բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, երբ մեռած էինք հանցանքների եւ մեղքերի մեջ, Քրիստոսի հետ մեզ կենդանացրեց։ Շնորհքով եք փրկված։ Ալելույա։ Շնորհքով ես փրկված։ Ալելույա։ Այո, մի ժամանակ ես էլ էի մեռած։ Բայց հիմա կենդանի եմ։ Մի ժամանակ հավատացյալ ժողովուրդ, դուք էլ եք մեռած, բայց հիմա կենդանի եք, ամեն, փառք տվեք Աստծուն, որ Հիսուս Քրիստոսի շնորհքի միջոցով դուք կենդանացաք, ալելույա, Ղուկաս 19:10, որովհետև մարդի որդին եկավ, որ փնտրի և փրկի, մեռածին, կորածին, այսինքն ասել է թե ինձ և քեզ, ամեն, ալելույա, հարության օրը, սա ճիշտ պատգամ է, ես հավատում եմ, ալելույա, փառք Տիրոջը, ուրեմն, ֆիզիկական մահը հոգու բաժանվելն է մարմնից, հոգևոր մահը հոգու բաժանումն է Աստծուց, և Աստվածաշունչը նաև մեկ ուրիշ տեսակ մահվան մասին է խոսում, որի անունն է երկրորդ մահ, որի մասին անգամ ես չեմ ուզում խոսել, բայց պիտի խոսեմ, բայց Աստված տա, որ մեզանից որևէ մեկը այդ երկրորդ մահվան վիճակին չարժանանա, որովհետև Հիսուս Քրիստոս հարություն է առել, ալելույա, իսկ որն է դա, Հայտնության գրքի 20-րդ գլխի 13-15 խոսքերը, և ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, և մահը ու դժոխքը իրենց մեջ եղած մեռելներին տվեցին, և ամեն մեկն իր գործերի համեմատ դատվեց, և մահն ու դժոխքը գցվեցին կրակի լճի մեջ, և սա է երկրորդ մահը, կրակի լիճը, և եթե մեկը կյանքի գրքի մեջ գրված չգտնվեց, կրակի լիճը գցվեց։ Հիսուս մի օր նայեց աշակերտներին ասավ, մի ուրախացեք, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված է երկնքում։ Հարցս հետևյալն է, դու վստահ ես, որ քո անունը գրված է երկնքում։ Ես վստահ եմ, որովհետև հավատում եմ Տեր Հիսուս Քրիստոսի մահվանը, թաղվելուն և հարություն առնելուն, դրա համար էլ վստահ եմ, որ իմ անունը գրված է այնտեղ։ Ալելույա։ Ուզում եմ հարցնել, ազատվել ես երկրորդ մահից։ Դա հոգու հավիտենական բաժանումն է Աստծուց, հավիտենական տանջանքի վայր կրակի լիճ գցվելը։
Սա հավիտենական բաժանումն է Աստծուց, քանի մարդն ապրում է, կարող է ազատվել այս հավիտենական բաժանումից, հավիտենական տանջանքից, կրակի լճից։ Նրանք, ովքեր վերստին ծնված են, երբեք երկրորդ մահվանը չեն արժանանալու։ Ում անունը գրված է կյանքի գրքում, նրանք ազատված են երկրորդ մահից։ Ես չեմ ասում մեր անունները գրված են, ես ասում եմ իմ անունը գրված է, դու պիտի իմանաս քո անունը գրված է թե ոչ։ Ամեն։ Ինչ որ մեկը կհարցնի, իսկ ո՞նց իմանամ։ Ես աստվածաբանական ձևակերպումներ չտամ, որ ավելի խճճեմ, ուղղակի ասեմ շատ պարզ քեզ հասկանալի բան։ Առաջինը եւ ամենակարևորը քո հավատքից։ Աշակերտները քարոզում էին Հիսուս եւ հարություն։ Հալելույա։ Պողոսն ասում էր, մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոս։ Ամեն։ Հետո քո փոխված կյանքից, քո փոխված վարքից, քո աստվածպաշտությունից, քո նվիրումից դու կարող ես իմանալ։ Դու քեզ լավ ես ճանաչում։ Հավատացեք, մենք մեզ լավ ենք ճանաչում։ Այն դերասանությունը մի կողմ թողենք։ Այն որ իրար մոտ կարծես թե մրցվում ենք, թե ով ավելի արդար, հետո տուն գնալուց, եթե իսկապես խիղճ ունենք, ամաչում ենք։ Դիմակահանդեսը մի օր վերջանում է։ Մի օր դիմակահանդեսի կարիքը չի ունենալու մարդ, որովհետև այն աչքերը, որ կրակի բոցի նման աչքեր են, մի օր ռենտգեն անում, կատե, MRT, բոլորն իրար հետ միասին։ Եվ քո բոլոր հիվանդություններն ախտերը իրանց մետաստազներով հայտնի է բերում, լույսի է բերում, հալելույա։ Դրա համար Հովհաննեսն ասում է, եթե լույսի մեջ մնանք, Քրիստոսի լույսի մեջ, եթե մեր մեղքերն իրար խոստովանենք, հավատարիմ անա եւ արդար, եւ Քրիստոսի այրունը, Հիսուսի այրունը սրբում է մեզ ամեն մեղքից, հալելույա, 1000 հիվանդություն եւ մեկ բժշկության դեղ, Հիսուս Քրիստոսի այրունը, Հիսուս Քրիստոսի խաչը եւ Հիսուս Քրիստոսի հարությունը։ Ամեն, այո, Աստված մեկ դեղով է ամեն հիվանդություններ բժշկում։ Հիսուս Քրիստոսն է մեր այդ դեղը, այդ անունը, այդ միջոցը, այդ ելքը, այդ պատասխանը Աստծուց։ Մարդկության չարությունների պատասխանն Աստծու կողմից իր արդար որդին էր, որ մարդկության մեղքը պիտի իր վրա վերցներ։ Այսինքն իմ եւ քո մեղքը։ Ես չգիտեմ, դու միգուցե շատ արդար ծնվել ես, արդարել ապրել ես մինչև հիմա, ես ընտանիքով մենք, ես փոքր երեխա էի, 6-7 տարեկան, որ դարձանք քրիստոնյա, այն ժամանակ ես գիտեի, որ մեծ մեղավոր եմ։ Ես չգիտեի, թե ինչ էի արել, բայց գիտեի, որ ես մեղավոր եմ, որովհետև երբ որ Սուրբ Հոգին կպնում է մարդուն, տարիքը կապ չունի։ Հիմա այն որ ասում են երեխա է, թող մեծանա, հետո կկողմնորոշվի։ Դու իմացի, թե երեխեն մեծանալուց հետո ու որ կողմա կողմնորոշվելու, չկասկածես, Քրիստոսի կողմ, եկեղեցու կողմ չի կողմնորոշվում։ Դրա համար առակած գիրքն ասում է երեխայիդ խրատի, երբ որ փոքր է, հենց մեծանա, ճանապարհը չի ծռի։ Հալելույա, ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Հովանու 11:25-26 Հիսուս նրան ասաց. ես եմ հարությունը եւ կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի, եւ ով ապրում է եւ հավատում է ինձ, հավիտյան չի մեռնի։ Ում է վերաբերվում սա։ Այստեղ մարդիկ կան, որ վերաբերվում է։ Հալելույա։ Սա է եկեղեցին, սա է քրիստոնեությունը, սա է ավետարանը։ Մենք ջրիկ ավետարանի չենք հավատում։ 2 քայլ արա, չգիտեմ ինչ կլինի, 3 քայլ արա, չգիտեմ, կդառնաս միլիոնատեր։ Հիսուս չի եկել, որ մեզ միլիոնատեր դարձնի, Հիսուսն եկել է, որ մեզ հավիտենական կյանք տա, որ մենք ոսկե փողոցներում, ոսկե ճանապարհներով փողոցներում լինենք հավիտյան, Աստծո ներկայության մեջ։ Ում է պետք քո ժամանակավորը, միլիարդները, ում է պետք։ Եթե դու չես կարող հետը տանել,
Ալելույա, փառք Տիրոջը։ Եթե մենք ուզում ենք ապրել հավիտյան Աստծո հետ, մենք երկրորդ ծնունդ պիտի վերապրենք։ Վերստին ծնունդը պիտի վերապրենք։ Հիսուսն ասավ Նիկոդեմոսին. պետք է որ դուք վերստին ծնվեք։ Որովհետև եթե մեկը վերստին չծնվի, Աստծո թագավորություն չի տեսնի։ Մտնելուց առաջ տեսնում են, նոր են մտնում։ Եթե չես տեսնում, ուրեմն չես էլ կարող մտնել։ Կարող է աչքերդ փակ մտնես, հետո հասկանաս, թե որտեղ ես։ Բայց եթե աչքերդ բացը, անպայման կտեսնես։ Ալելույա։ Հիմա մի փոքր խոսենք, այս նախաբանից էլ հետո մի քիչ խոսենք մահվան վախի մասին։ Քրիստոնյան չպիտի տանջվի մահվան վախից։ Իսկ ինչու։ Դու հարց կտաս։ Այդ ներկապարանոց հայտարարություններ եք անում։ Դրանք ովքեր վաղուց են տեսում, գիտեն, որ իմ ասածները, եթե Աստվածաշնչի վրա չի հիմնավորվում, ես փառք Աստծո, Աստված գոնե այդքան ինձ խելք տվել է, որ ինձանից ոչինչ չդնեմ այստեղ։ Ուրեմն, ինչու մենք պիտի նայենք ապագային հավատքով։ Առաջինը, մենք պիտի չվախենանք մահից, որովհետև Հիսուս Քրիստոս մեր Փրկիչը հաղթել է մահվան իշխանին իր հարությունով։ Ամեն, ամեն։ Հիսուս Քրիստոս հարություն է առել, հաղթելով մահվանը եւ մահվան իշխանին։ Ուշադիր լսեք, Եբրայեցիս 2:14-15։ Սա եմ ես ասում, որ անպայման իմ ասելիքը պետք է հաստատի Աստվածաշունչը։ Եթե ոչ, դա դատարկություն է, ով ուզում է ասի, ինչպիսի ամբիոնից ուզում են հայտարարեն, ինչպիսի հեղինակություն ունեցող մարդ ուրիշ բան հայտարարի, դա օրենքից դուրս է։ Դրա համար Պողոսն ասում էր, եթե երկնքից հրեշտակ կա եւ ուրիշ բան ասի, քան որ մենք ձեզ քարոզեցինք, թող նզովյալ լինի։ Հիմա լսեք ինչ է ասում ավետարանը։ Եբրայեցիս 2:14-15 խոսքերը։ Արդ որովհետև զավակները հաղորդակից դարձավ արյանն ու մարմնին, ինքն էլ հենց այդ նույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որ իր մահով խափանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, եւ ազատի նրանց, որ մահվան վախերով իրենց ամբողջ կյանքում գերի էին։ Սա իրականությունը։ Սա իրականությունը, դու միշտ վախեցել ես մահվանից։ Եթե անգամ երիտասարդ ես եղել, լուրջ բաներ ասել են, չես ուզեցել լսել, դա ես էլ երիտասարդ եմ, բայց ամեն անգամ դու հասկացել ես, որ մահը խաղալիք չի, կատակ չի։ Եվ նորից ասում եմ, բոլոր մարդիկ վախենում են մահվանից ամենաշատը, բայց նորից ես կրկնում եմ, ինչու եմ ես այս փառավոր օրվա մեջ այս մասին խոսում, որ ասեմ, ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը, մահվան խայթոցը մեղքն է եւ մեղքի զորությունը գերեզմանը։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ես ազատված եմ մահվան վախերից։ Ես գերի չեմ մահվան վախին։ Գերի չեմ։ Հիսուսն ինձ ազատել է։ Այո, վախենաս չվախենաս, մի օր դու պիտի մեռնես։ Արեք ես փաստն ընդունենք։ Դա Աստված խորը ծերությամբ լինի դա։ Դա Աստված ինչպես ժողովուրդն ասում ժամանակին լինի դա։ Բայց ժամանակին թե ժամանակից դուրս, երբեմն անժամանակ, ամեն ինչի էլ մենք հանդիպում ենք։ Ամեն ինչի։ Դժբախտաբար։ Մեր ժամանակները մահ տարաժամերի ժամանակները, վաղաժամ մահերի ժամանակները։ Բայց իմ հոգը չի։ Ես 5 տարի շուտ կգնամ երկինք, թե 15 տարի հետ։ Իմ հոգը չի, ես այսօր կմեռնեմ կգնամ երկինք, միևնույն է երկինք եմ գնալու, թե եւս 1-2 տարի կամ որոշակի ժամանակ կապրեմ։ Ալելույա։ Միևնույն է ես գիտեմ ուր եմ գնալու։ Արդեն 9-րդ տարին է, որ տիկինս այնտեղ է, ես այնտեղ պիտի լինեմ։ Ես չեմ կարծում, որ ես Իրանից արդեն 8 տարից ավելի ապրում եմ, ես ավելի մեծ շահ ունեմ, որովհետև իմ շահը հիվանդությունն է, չարչարանքը, վազելը, քրտնելը, հոգալը, անհանգստանալը, ամեն առումով, փառք Աստծո, Աստված ինձ լիքը անհանգստանալու առիթ է տվել։ Օրհնյալ լինի Աստված, փառք Տիրոջը։
Ալելույա։ Ինքը մարմին եւ այրուն ընդունեց, այսինքն Հիսուս մարմին թակավ, որ կործանի իր մահով մահվան իշխանություն ունեցողին։ Այստեղ ասում է, որ մարդիկ կան, որ իրենց ամբողջ կյանքում գերի են մնում մահվան վախին։ Իսկ Սուրբ Գիրքն ասում է, որ խաչի վրա Հիսուս հաղթեց դևին իր մահով եւ հարությամբ կործանեց մահվան իշխանությունը։ Սատանային թվում էր, թե խաչը Քրիստոսի իր հաղթանակն է Քրիստոսի հանդեպ։ Բայց բարձվեց, որ ճիշտ հակառակը, երբ մեր Տերն իր մահով վճարեց մեր մեղքերի գինը, կործանեց մահվան խայթոցը, երբ հարության առավոտը Հիսուս դուրս եկավ գերեզմանից, Սատանան արդեն պարտված էր։ Եվ այդ պարտությունը հավիտենական էր։ Ալելույա։ Սատանայի խայթոցը կործանվեց, երբ Հիսուս դուրս եկավ գերեզմանից։ Սատանայի սկսած պատերազմը պարտության մատնվեց, երբ Հիսուս դուրս եկավ գերեզմանից, մահվան զորությունը ոչնչացվեց։ Դրա համար ենք մենք այսքան գնահատում Հիսուս Քրիստոսի խաչը, մահը եւ հարությունը։ Ալելույա։ Եթե Հիսուս հարություն չի առել, Պողոս առաքյալն ասում է, մենք դեռ մեր մեղքերի մեջ կլինեինք։ Այո, ես մեղավոր եմ եղել, բայց հիմա իմ մեղքերը Հիսուս վերցրել է, որովհետև իմ մեղքերի գինը ինքը վճարեց։ Եվ դրա համար ավետարանը մեզ խորհուրդ է տալիս, հորդորում է, ավելին, ես ասում եմ, հրամայում է, այլևս թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմինների վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ։ Ալելույա։ Ժողովուրդ, մեղքի իշխանությունից ազատելու ճանապարհ կա։ Հիսուս Քրիստոսին հավատքն է։ Ամեն, ամեն, ամեն։ Եվ առաջի Կորինթացիս 15-րդ գլխի 55-57 համարներում կարդում ենք. ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո աղտությունը, իսկ մահվան խայթոցը մեղքն է եւ մեղքի զորություն օրենքը, բայց գոհություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Բա ինչու ես պիտի չուրախանամ օրինակ։ Ինչու ես պիտի չուրախանամ այդ մեծ ազատագրության համար։ Դա հավիտենական ազատագրություն է։ Այո, այս կյանքում տրտմություններ շատ կա։ Կյանքը պիտի ընդունենք այնպիսին, ինչպիսին որ կա։ Հիմա այստեղից այս պատգամը լսելուց հետո կարող է գնաս քո տուն, էլի հանդիպես քո նույն սառնարանին։ Բայց ինչ կապ ունի։ Կյանքը, այստեղի կյանքը հավիտենական չի։ Մի օր այս վերջանալու է։ Ինչ որ մեկն էլ գնալու է հերթական անգամ իր բանկային հաշիվները ստուգի, տեսի հո չի պակասել, տեսնի որքանով ավելացել, դու էլ մի ուրախացի։ Ոչ դատարկ սառնարան ունեցողը թող ուրախանա, ոչ էլ մեծ բանկային հաշիվներ ունեցողը։ Անցնելու է, ամեն բան անցնելու է, ալելույա, փառք Տիրոջը։ Դրա համար ավետարանը ինձ ու քեզ սովորեցնում է, հաց ու հանդերձ ունեք, բավարարվեք։ Պարտադիր չի անպայման չոր հաց ու հանդերձ։ Այսինքն ապրելու միջոցներ ունես, ավելին մի ձգտի, որովհետև շարունակության մեջ ասում է, նրանք ովքեր ուզում են հարստանան, նավակոծության են ենթարկվում։ Ալելույա, հավատքի կյանքում, փառք Տիրոջը։ Սուրբ Գիրքը նաև ասում է, թե մահվանից հետո ինչ է տեղի ունենալու։ Հիսուս Քրիստոսին հավատացողների հետ։ Ղուկասի 16-րդ գլխում Հիսուսի պատմած պատմությունը հարուստ անհավատի եւ աղքատ հավատացյալի մասին, այս հատվածը մեզ կարող է ասել ավելի շատ բան հետմահու կյանքի մասին, քան ուրիշ որևէ տեղ Աստվածաշնչից եւ քան հազարավոր գրքեր, որ գրվել են մահվան իրականության մասին։ Ասածը հետեւյալն է այստեղի այս հատվածի։ Աղքատի անունը հայտնի էր Ղազարոս, հարուստի անունն էլ չհիշատակվեց։ Անանուն, ես Ռուբիկն եմ, նա էլ Ղազարոսն էր։ Ես հարուստ չեմ, բայց Ռուբիկն եմ։
Ես որ մեռնեմ, հրեշտակներն ինձ տանելու են այնտեղ, որտեղ ես սպասում եմ իմ կյանքում։ Հալելույա։ Ուրեմն հարուստի մասին գրված է, որ հագնում էր լավագույն հագուստը, ուտում էր հատնտիր կերակուրները, Ղազարոսը սոված էր եւ սնվում էր հարուստի սեղանի ավելցածից, փշրանքներով։ Ղազարոսը ոչ միայն սոված էր, այլ նաեւ հիվանդ եւ գրված է, խոցերով պատված էր եւ փողոցների թափառական շները գալիս էին եւ ավելի իրանց գտասրտությունն էին ցույց տալիս, քան այս հարուստը։ Իրանք կարողացածն այն էր, որ լիզում էին վերքը, ուզում եմ իմանալ, որ շները իրենց վերքերը բուժում են լիզելով, շների թուքի մեջ իրանց վերքի դեղը կա, շներն ավելի գտասիրտ էին, գալիս էին այդ խոստերն էին լիզում, այդպես է գրված, զարմացած չնայեք, ով կասկածի թող կարդա, հենց այդպես էլ գրված է, գալիս էին և լիզում էին, ինչ կապ ունի, մի օր վերջացավ, հատնտիր կերակուրներն էլ, ազնվագույն հագուստներն էլ, Գուչին ու Վերսաչին, չգիտեմ մնացածը, մոռացեք, մի օր անցնելու են, պայուսակիդ, կոշիկներիդ ու գլխարկիդ գույնը համապատասխանում է, թե չի համապատասխանում, շրտներկդ, աչկերիդ ներկը, մանիկյուրդ ու պեդիկյուրդ իրար համապատասխանում են, թե չեն համապատասխանում, ինչ նշանակություն ունի, զվարճանում եք, չէ, այո, այսօր ոմանց համար, դա կյանքի, ավելին, կենաս մահու խնդիրը, լսեք, ժողովուրդ, երկրորդական բաներին շատ մեծ արժեք մի տվեք, ամեն, ամեն, ես որևէ բան չեմ քննադատում, ես ասում եմ, թե ամեն ինչի վերջը ինչ պետք է լինի, բոլորս պիտի մեռնենք, եթե Հիսուս Քրիստոսի գալն ուշանա, ես ու դու եք մեռնելու, լավ, ես եմ մեռնելու, դու եք քո մասին մտածի, Ալելույա, վերջապես, նա ոչ միայն, Ղազարոսը ոչ միայն խեղճ, հիվանդ, քաղցած էր իր օրերն էր անցկացնում, բայց նաև ուներ մի բան, որը թանկ էր ամբողջ աշխարհի հարստությունից, դա իր հավատքն ու սերն էր, առ Աստված, հալելույա, սիրելի քրիստոնյա իմ քույրեր և եղբայրներ, եթե դուք ձեր ունեցածը իսկապես կարողանաք գնահատել, դուք երկրորդական բաներին այդքան մեծ արժեք չեք տա, ոմանք հանգստյան օրերն են աշխատում, որ մի բան ավել աշխատեն, լավ, մի քիչ ավել, մի քիչ պակաս, Սուրբ Գիրքն ասում է, ով շատ հավաքեց չպակասեց, ով շատ հավաքեց չավելացավ, ով քիչ չպակասեց, հալելույա, ուրեմն նա շատ հարուստ էր, երկուսն էլ մեռան, երբ քրիստոնյաները մեռնում են, Աստված ուղարկում է իր հրեշտակներին, որ գան նրանց ապահով երկինք տանեն, իսկ թե ովքեր են անհավատներին դժոխք տանում, ինձ չի էլ հետաքրքրում, իրանք իրենց կամքով են տանում, Աստծու կողմից ուղարկած հրեշտակներն են նրանց տանում, բանտ, որ չփախնեն, թե ուր, ես չգիտեմ, մի օր տարիներ առաջ էր, ես չգիտեմ ինչի մասին խոսեցի, վերջում դուրս եկա, արդեն տուն պետքա գնայի, մի խումբ տղաներ կանգնած էին և ասեցին, կարանք հարց տանք, նայեցի, որ անծանոթ մարդիկ են, ուղղակի առաջի անգամ եկել լսել են, ասեցի, իհարկե կարող եք տալ, բա որ հարց են տալիս, բա որ դրախտը այդքան լավ տեղ է, այդ ինչու դժոխքից չեն կարողանում անցնել, այնտեղ փակած է, ասի, որ ամեն մարդ իրավունք չունենա այնտեղ մտնի, այնտեղ պրոպուսկով է, բա լավ, եթե այդպես է, դժոխքը ինչու է այդպեսին, ասի, որ ամեն մարդ չփախնի այնտեղից, Ալելույա, ամեն, ամեն, փառք Տիրոջը, երկուսն են մեռան, այո, քրիստոնյաները երբ որ մեռնում են, լսի, քրիստոնյա մարդ, չանհանգստանաս, բա մեռնելուց հետո ես որ համարի ավտոբուսը նստեմ, որ ռեշի տոմսն առնեմ, մի անհանգստացի,
Աստված իր հրեշտակներին ուղարկում է, որպեսզի քրիստոնյաներին տանեն իր մոտ։ Հիսուս դրա համար հարություն առավ։ Ալելույա։ Չմտածես, թե ինչպես ես հասնելու այնտեղ, ուղղակի զգուշացի, չհայտնվես այնտեղ։ Ասա ամեն։ Հիսուսն ինձ համար ճանապարհ է պատրաստել դեպի այնտեղ, որ ես չլինեմ այնտեղ։ Ալելույա, փառք Տիրոջը։ Քո հայրը, քո Տերը, քո Փրկիչը հոգ է տարել քեզ համար։ Հիսուսն էր ասում։ Ձեր երկնավոր հայրը գիտի ձեր պակասությունները եւ հոգ է տանում ձեզ համար։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ես պետք է ավարտին մոտենամ, որովհետև այսօր մի շատ հրաշալի առիթ ունենք։ Մի շատ արժանավոր ընտանիքի, մի շատ արժանավոր տղայի, հավատում եմ, որ աղջիկն էլ է շատ արժանավոր ընտանիքից, բայց ես չեմ ճանաչում, դրա համար ես ասում եմ շատ արժանավոր ընտանիքի տղայի կողմից։ Անդրանիկ Գալստյանի, մեր հովիվներից, մեր երկարամյա ծառայողներից մեկի տղայի ամուսնության պսակադրությունը պիտի լինի եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Ուզում եմ ասել, որ ես ժամանակին պետքա վերջացնեմ, թղթերից դեռ շատ են մնացել, արագացնեմ։ Ուրեմն, ասեմ ձեզ, մահվան ցավերը շատ հաճախ դաժան են լինում, բայց դրանք Քրիստոսին հավատացողների վերջին թշնամու, վերջին ցավերն են։ Քրիստոս հարություն առավ մեռելների միջից մահվան ցավերը քանդելով։ Երբեմն գիտեք մարդիկ ոնց են դատողություն անում։ Այնց հանգիստ մեռավ։ Ինչ չափանիշ է հանգիստ մեռնելը։ Ինչ չափանիշ է։ Ամբողջ կյանքը մարդն ապրել է շատ վատ կյանք, մեղավոր կյանք։ Հետո հանգիստ մեռել է։ Հանգիստ մեռնելուց հետո մարդը կգնա դժոխք, թե տանջվելուց հետո ինչ նշանակություն ունի։ Հանգիստ մեռնելուց հետո մարդը կգնա դրախտ, թե տանջվելուց հետո կգնա դրախտ, ինչ նշանակություն ունի։ Ալելույա։ Դուք կենտրոնացեք նպատակակետի վրա, ոչ թե այդ ճանապարհի վրա։ Ճանապարհը բոլորս պիտի անցնենք։ Ալելույա։ Քրիստոս հարություն առավ մեռելներից, մահվան ցավերը քանդելով։ Գործք 2:23-24-ում գրված է։ Սա Պետրոսի քարոզից հատված է։ Նրան, որ Աստծու սահմանված խորհրդով եւ կանխագիտությամբ մատնված էր, աննորեների ձեռքով փայտին գանվելով սպանեցիք, նրան Աստված հարություն տվեց մահվան կապանքները քանդելով, որովհետև հնարավոր չէ, որ նա դրանից բռնվեր։ Հիսուս մահվան կապանքների չէր կարող բռնվել, որովհետև նա եկել էր մահվան կապանքները քանդելու համար։ Քանի որ Քրիստոս հարություն է առել մեռելներից եւ քանի որ մարդով եղավ մահը, այնպես էլ մարդով մեռելների հարությունը Քրիստոս մարդով։ Գրված է Առաջին Կորինթացիս 15:20-22-ում, բայց հիմա Հիսուս հարություն է առել մեռելներից, ննջեցյալների առաջինը, ուրեմն քանի որ մահը մարդով եղավ, մարդով էլ եղավ մեռելների հարությունը, որովհետև ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը ապրում են, կենդանանում են, ալելույա։ Տիմոթեոսին գրած նամակում Պողոսը գրում է երկրորդ Տիմոթեոս 1:9-10. Նա փրկեց մեզ եւ սուրբ կոչումով կանչեց, որ ըստ իր գործերի, ոչ թե ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհքի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ եւ հիմա հայտնվեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի երևալով, որ խափանեց մահը, լույսի մեջ բերեց կյանքը ու անմահությունը, ինչպես ով կշարունակի, երկու բառ ավետարանի միջոցով։ Ես ինչու սա շեշտեցի։ Ուրիշ տեղ մի փնտրեք, այսինչ մարդս էս բան ասավ, ինչ ասում, կյանք
եւ հավիտենություն տվեց մեզ ավետարանի միջոցով։ Նորից կարդամ։ Հիմա հայտնվեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի երևալով, որ խափանեց մահը եւ լույսի մեջ բերեց կյանքն ու անմահությունը ավետարանի միջոցով։ Կարդացեք ավետարանը, կարդացեք ամեն օր։ Ես արագ բաներ եմ ասում, շատերը չեք էլ ընկալում, գնացեք կարդացեք, կյանքի աղբյուրը ավետարանը, կյանքն ավետարանի մեջ է, շնորհքը ավետարանի միջոցով է մեզ տվել, այսպես է գրած, բացեք ձեր գրքերը կարդացեք, ճիշտ եմ ասում թե ոչ։ Բերեց կյանք ու անմահություն ավետարանի միջոցով։ Իսկ ինչ է ավետարան։ Պողոսն ասում էր, որ տեղեկացնում եմ, թե որն է ավետարանը, եւ գրում էր, որ մեր մեղքերի համար Քրիստոս մեռավ, թաղվեց գրքերի համաձայն եւ երրորդ օրը հարություն առավ գրքերի համաձայն։ Եվ ոչ միայն այսքանը, չի կանգ առնում այստեղ։ Երևաց։ Հիմա ես էլ կարող եմ ասել, ես ինչ որ մեկը գրի, մեռավ Ռուբիկը ու հարություն առավ։ Ցույց կտակ այդ հարություն առած Ռուբիկին։ Հիսուսն իրեն ցույց տվեց 500-ից ավելի մարդկանց։ 500-ից ավելի մարդկանց։ Երբ որ կան ինձ տեղեկացրեք, ժողովուրդ, լսում եք, որ կան ինձ տեղեկացրեք։ Ինչև է, 500-ից ավելի մարդկանց։ Գիտեք, Չակ Կոլսոն անունով մի մեծ քրիստոնյա, որ հիմա կարծեմ մահացած է, նախկինում ինքը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նիքսոնի ավագ խորհրդականը։ Մի խոսքով մի հայտնի կոնֆլիկտ է եղել, մի հայտնի խառնաշփոթ է եղել, փորձել են մտնել մյուս կուսակցության շտաբ, ընտրական շտաբ եւ այնտեղից տեղեկություններ վերցնեն եւ այնտեղ կարծես թե լսելու ապարատներ դնեն։ Վերջապես բացահայտվում է սա։ Հավաքվում են բոլոր խորհրդականները Նիքսոնի, Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտի։ Դա ես Չակ Կոլսոնի գրքից եմ ասում, չեմ կարող հիմա կոնկրետ հիշել, որ գրքում է։ Եվ ինքը պատմում է, ասում է շատերն ասում են, որ աշակերտները իրար հետ համաձայնվեցին, որ գնան ու ասեն, որ Հիսուս հարություն է առել։ Այնինչ հարություն չի առել, բայց նախ գրված է, որ առել է, եւ ինքը ասում է հետեւյալը. Ամերիկայի հզորագույն մարդիկ, որոնք նախագահի խորհրդականն էին, հավաքվեցինք իրար հետ, ինքն էլ խորհրդականներից մեկն էր, գլխավորներ, եւ պայմանավորվեցինք, որ ոչ մեկը չի ընդունում, որ դա մեր ձեռքի գործն է։ Եվ ասում է ընդամենը 2 շաբաթ հետո իրավաբանական խորհրդականը գնաց Ամերիկայի դատախազի մոտ, ասավ տվեք ինձ իմունիտետ, որ չեք դատելու, ես ձեզ հետ կհամագործակցեմ, ամեն ինչ կպատմեմ։ Ասում է, եւ հիմա դուք ասում եք, որ աշակերտները գնացին մեռնելու մի սուտ վկայության համար, Հիսուս հարություն է առել մեռելներից։ Ամեն, 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 ամեն։